Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ։ Տիկին Գալստյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Գալստյան, ես ուզում եմ մեր զրույցը սկսենք, թե այսպես անդադ ստացվում է, որ անկախ մեզանից, թե լրագրողները, թե ընդդիմադիր, այսպես շրջանակներ պատգամավորները այդպես ինչ-որ հայտարարություն, հնչեցված մեկնաբանելով ավելի են այսպես արժեք դրան տալիս թիրախավորում, բայց դե կարևոր հայտարարություն է հնչում, այդպես չանատառնել չի լինի։ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա էր, գնացել, այնտեղ հանդիպում ունեցավ, հետո լրագրողների հետ զրույցում մի այսպիսի հայտարարություն արեց, որը շատ քննարկվեց։ Ինչ է ասում է առաջարկ է նոր ներկայացնում, ասում է եկեք զուգահեռաբար փակենք, Արցախ վերադարձի հարցը արցախցիների, դա այլևս այդ էջը փակված համարենք, ինչպես նաև Ալիևի հետ խոսույթ Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն որոշակի չափով ստացվում է դրանք նույնական են, ու պետք է զուգահեռաբար փակել դրանք, այս մասին ինչ կարող եք ասել, որքանով է նույն հարթակի վրա այս խոսույթները։ Գիտեք, ես կարծում եմ մենք խնդրին շատ ավելի մեծ վերաբերենք եւ վաղուց այդ գնահատականը տրված է, ես այստեղ նորություն չեմ կարող ասել։ Մենք գործ ունենք մի վարչախմբի հետ եւ վարչախումբ իր առաջնորդով, որը բացարձակապես մեր ազգային պետական շահերի հետ որևէ առնչություն չունի, նախ դիվանագիտական իմացություն չունի, բավարար քաղաքական ինտելեկտ չունի, ազգային եւ պետական շահերի գիտակցություն չունի, սա ուրացման հերթական հանգրվաններից մեկն է։ Ես ճիշտ ասած, երբ որ այդ հայտարարությունը լսեցի, միանգամից այսպես զուգահեռներ առաջացավ Պրահային հայտարարությանը, երբ որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ճանաչեց ներառյալ Արցախը Ադրբեջանի կազմում եւ որևէ մեկը սա այն ճակերտավոր առաջնորդն է երկրի պետության ճակերտավոր առաջնորդը, որը հիշում եք իշխանության եկավ նաեւ Արցախյան հարցի կարգավորման առնչությամբ ասելով, որ ինքը ժողովրդի մանդատ ունի եւ բոլոր 3000 այսպես ասած վարչապետներով եւ նաեւ Արցախի ժողովրդի կամքով եւ նրա քաղաքական պատվիրակությամբ է լուծելու կամ բանակցությունները վարելու։ Այսօր մենք գործ ունենք տոտալ ուրացման հետ եւ ես ուզում շատ պարզ ասել, դու ով ես որ որոշես կամ զրկես Արցախահայությանը նախ իրենց ղեկավարները, որ բանակցություններ է վարում վերադարձի իրավունքից եւ այդ 3000-ամյա Արցախը, որը պատմականորեն որևէ փուլում չի կորցրել իր անկախությունը եւ ինքնուրույնությունը այսօր եւ դա նժարել ադրբեջանցիների արևմտյան Ադրբեջան խոսույթ հետ ինքը ակամայից լեգիտիմացնում է արևմտյան Ադրբեջան խոսույթը, որը չկա, գոյության իրավունք չունի, չկա այդպեսի ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ պատմական հասկացություն չկա։ Տիկին Գալստյանի խոսույթը, իսկ երբ որ Նիկոլ Փաշինյանն օրինակ ասում են դավաճան, ասում են ուրացող, իսկ հնարավոր է, որ պարզապես այսպես նրա պատկերացումներն են օրինակ արտաքին քաղաքական կամ պետականության կազմավորման մասին տարբեր այդպեսին։ Շատ այս հարցը ես սիրեցի, ասեմ թե ինչու, գիտեք, հիմա մենք շարունակում ենք զարմանալ, շարունակում ենք իրավական, քաղաքական, բարի հոգեբանական այսպես գնահատականներ հնչեցնել եւ ասենք թե ամեն անգամվա զարմանքով զարմանալ, բայց եթե դու թերթեգիր Նիկոլ Փաշինյան լրագրողի կամ ճակերտավոր ասեմ գրողի հետ երկրի հակառակ կողմը իր այսպես ասած իր գիրքը թերթես, դու տեսնում ես, որ այս մարդը այդպիսի արժեքաբանություն ունի, նրա արժեքային ողնահարը այդպիսին է։ Դե հենց դա է խնդիրը, որ կարող ինքը իսկապես անկեղծ հավատում է այդ գաղափարներին, հավատալու հարց, այստեղ ոչ թե հավատալու, եթե դու հավատում ես, գնա անտիուտոպիա գրականություն գրի, չգիտեմ, բայց Հայաստանի կամ որևէ երկրի քաղաքական ղեկավարը ոչ միայն իր անձնական արժեհամակարգով պիտի առաջնորդվի, նաև ինքը ունի ժողովրդի քվեն ունի եւ ինքը մեր այսպես թե քաղաքական եւ պատմական ժառանգության արտացոլանքը պիտի լինի եւ նաև պետական ազգային շահերի հետ գործ ունենա ավելի դավաճանական հայտարարություններ, այսինքն դժվար է պատկերացնել եւ ես երբեմն նորից կրկնվում եմ, բայց ուզում եմ ասել եւ երբ մտածում եմ, որ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը Հայաստանում դիվանագիտական ներկայացություն ունենալու այդ հրատապություն չունի, որտեղ այսօր Հայաստանում կա մի քաղաքական ուժ եւ Հայաստանի ղեկին է դեռ այն քաղաքական ուժը, որը ավելի քան սինխրոն Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը իրականացնում է Հայաստանում։ Եվ մենք Գերմանիայում
ունեցան քերթական հայտարարությունը, նախ դա քաղաքագիտական, դիվանագիտական հետո գիտությունների մասին չասեմ, որ աներևակայել է այդ արտահայտությունները անել, իրենք լեգիտիմացնում են եւ ամեն օր տպավորություն ունեն, որ ինքը այսպես on-line ռեժիմում զեկուցում է, որ այսօր հաղթահարվեց եւս մի այդ իմ արժեվ դրված օրակարգում եւս մեկ հանձնարարություն։ Հետաքրքիր է, հետաքրքիր գասեմ, որ իշխանություններն էլ ձեզ են մեղադրում, ընդդիմադիրներն են մեղադրում, ասում են սինխրոն գործում եք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ասում են, երբ որ այստեղ այսպես խժդժություն եք ստեղծում, այնտեղ ինչ խժդժություն, ինչի մասին։ Դա իրենք այդպես են, քաղաքական ներողություն, ես փաստերով եմ խոսում, Սերիկ Քրիստիան, ես խոսում եմ փաստերով։ Կոնկրետ այդ արտահայտությունները եւ ընդհանրապես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի 19 թվականի հայտարարության հրապարակումը, որը վերջերս տեղի ունեցավ եւ կառավարության կայքեջում էր զետեղված է, նաեւ եթե նրանք ովքեր ուշադիր կկարդան ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունները, մեկ անգամ եւս հստակ պատկերացում կունենան, որ ամբողջ բանակցային ուրեմն փաթեթը ոչ միայն ձախողել, այլ սեփական 0 կետից սկսած մերժած ուրեմն այդ առաջարկը մերժած եւ սեփական 0 կետից սկսածը ինչ ողբերգական եւ աղետալի հանգրվանի հասցրեց ողջ հայ ժողովրդին, ոչ միայն Արցախը, այլև Հայաստանին, որովհետեւ Հայաստան եւ Արցախը անվտանգային մեկ ամբողջականություն էր եւ ավելի քան ակնհայտ է, որ Արցախը տալով Հայաստանը այսօր չի փրկվել, չունի անվտանգային որևէ երաշխիքներ եւ դեռ պատերազմի սպառնալիքներ կախված է Հայաստանի գլխին եւ ես խոսում եմ փաստերով, իսկ կարող են, այսինքն կարող է իշխանությունը կամ մեր ընդդիմությունը այսօրվա իշխանությունը կարող է հիմնավորել թե մեր որ գործունեությունն է հակապետական։ Օրինակ մի բան ասեմ, Նիկոլ Փաշինյանի այդ փաստաթղթերի մեջ էր նաեւ մեղրի հետ կապված, ինքն էլ դա է այսպես պտտում են անընդհատ իշխանությունները, ասում են այ տեսեք ինչի շուրջ են բանակցել նախկինները։ Բանակցությունները կարող են լինել ամեն բանի շուրջ, բայց բանակցությունների մասին դատում են ըստ արդյունքների։ Ճիշտ է այնպես, ինչպես բանակցությունը հենց այդ մասին է, հնարավորինս կորզել առավելագույնը։ Միշտ էլ ադրբեջանական եւ թուրքական երազանքը եղել է մեղրի սեպի վերացումը, թուրանական աշխարհի ծրագիրը եւ բնականաբար այդ պրոյեկտը այդ առաջարկը եղել է, սեղանի վրա եղել են այդպիսի առաջարկներ, բայց այդ առաջարկը մերժվել է։ Փաստը մնում է փաստ։ Այդ առաջարկությունը մերժվել է, իսկ Փաշինյանի 0 կետից եւ ԵԱՀԿ վերջին առաջարկության մերժումը, որը շատ հրաշալի կետեր ուներ, այդ մերժումը թե ինչ ողբերգական հանգրվանի հասցրեց, մենք այսօր շարունակում ենք ճակերտավոր վայելել այդ ողբերգությունը։ Տիկին Գասյանի վերջ այդ փաստաթղթերի հրապարակումից ով ինչ շահեց, ով ինչ ստացավ, ով տուժեց ու ինչու հենց այս փուլում։ Բացի սա, եթե միջով այս հրավիրում էր բանավեճի հա նախկին նախագահներին, հիմա ասում է այլևս ձեզ այդ բանավեճելություն եմ, թղթերը հրապարակված են, թողանությունը տեսնի ինչի շուրջ եք բանակցել։ Նախ ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետության 3 նախագահները մինչև հրապարակել եւ այլն նրանք բոլորը մերժել են, որովհետեւ այսինքն քաղաքական եւ հոգեկան անհավասարակշռություն ունեցող անձի հետ բանավիճելու, այն էլ մի մարդու հետ, որը սադրանքների եւ սադրանքի բառապաշարի եւ ստախոսության մի ահռելի հետագիծ ունի եւ նրա յուրաքանչյուր խոսքը նախորդի հետ չի համընկնում, նրա այդ բանավիճելու խնդիր չկա։ Եվ ինչ վերաբերում է, ես մի բանում ուզում եմ իրականում առաջին անգամ չէ որ հայտարարում եմ, բայց նախանձելի տաղանդ ունեն ստախոսության, երեսպաշտության, խառնակցության, ուրացման, այսինքն սրանք մի վարքա բարոյական տեսակներ են, այս ամբողջ տեսակը, որի հետ շատ դժվար է նորմալ մարդը, պարկեշտը, դիվանագիտական, քաղաքական պատասխանատվություն ունեցող մարդը այդ վարքագծի հետ բանավիճելը նաև գիտեք հոգեբանական շատ արգելքներ պիտի հաղթահարես, որտեվ մեր արժեվ անհավասարակշիռ եւ սեփական գիծը բազմաթիվ անգամներ խեղած եւ ստախոսությամբ ճամարտակությամբ, այսինքն որ Տիկին Գալստյան այդ կարմիր գիծը, հա, հենց որ պետք է հատել։ Այսօր շատ են, հա, ասում որ Նիկոլ Փաշինյանը առաջ է գնում առանց ինչ որ կարմիր գծեր, հա, դիմադիրներն են ասում, չունի կարմիր գծեր, տապուներ։ Այդ չէ կարծում, որ հենց վերջնակետը դա պետք է լինի, որ այդ կարմիր գծերը որոշակի առումով հաղթա, անցնեն, հատվեն, այդ տապուները վերացվեն։ Այսինքն եթե համապատասխան կարմիր գծերը հենց նրա համար են, բարոյականության կարմիր գծերը, որոնք չի կարելի հատել։ Ճիշտ այնպես ինչպես այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ թրքաբարո արշավը, դա ուղղակի կարմիր գիծ է, կարելի է դա հատել։
քաղաքական առումով նկատի ունենք քաղաքական պայքարի տեխնոլոգիաների։ Ուրեմն կարմիր գիծը չօգտագործենք այդ պարագայում։ Այդ պարագայում ասել ճշմարտության աչքերի մեջ նայել, տեսնել սեփական սխալները, բայց կարմիր գծերը հենց նրա համար են։ Հիմնականում կարմիր գծերը բարձր արժեքներին են վերաբերում բարոյականության եւ ազգային պետական շահերի կարմիր գծերին, որոնց հատումը ուրացումն է եւ ոչ բարոյական վարքագիծ է։ Խոսքը հենց դրա մասին է։ Հիմա իմ արչեւ նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին երկրորդի պատկերն է եւ ես կարմիր գիծել անցնում այս հայ առաքելական եկեղեցու կարմիր գիծը հատելը ամենաթշնամական դերագիրն է, ամենաթշնամական վարքագիծը։ Ես համաձայն եմ մեկ ուրիշ բան հետ, միգուցե ճիշտ ձևակերպումներ տանք, որ փակ թեմաներ պիտի չլինեն։ Եթե դու ուզում ես այսպես քո անցյալի ժառանգությունը արժևորման համար, որպեսզի ապագատ ավելի տեսանելի լինի, բնականաբար դու պիտի դասեր քաղես, բայց դրանք կարմիր գծեր չեն, որտեղ կարմիր գծերի հատումը կարող է որևէ ժողովրդի համար քաղաքական այնպիսի հանգրվանների, հետևանքների, անդառնալի կորուստների հանգեցնի, ճիշտ այնպես ինչի մեջ մենք հիմա այսօր ապրում ենք։ Մենք այսօր դուք խոսեցիք բոլոր տաբուների եւ կարմիր գծերի հատման մասին, այո, դա այդպես է եւ հայ հասարակությունը այսօր խելագարության շեմին ենք մենք ապրում ենք խելագարության շեմին եւ յուրաքանչյուր լուսաբաց փորձում է դիմավորել վախով, տագնապով, թե այսօր ինչ նոր խնդրի հետ պիտի առերեսվես։ Դա է խնդիրը, բայց կարմիր գծերը հենց նրա համար են կարմիր, որոնք չի կարելի հատել։ Եվ դուք մի հարց տվեցիք, թե ինչու այս պահին մեջտեղ եկան այդ այսպես ասած բանակցային փաթեթը, նախ ասեմ, որ դա եւս հենց նաեւ այդ փաթեթի այսպես ասած պրեզենտացիան էլ է ստով էլի համեմված, որովհետեւ ոչ ամբողջականությունն է այդտեղ ներկայացված, չհաշված որ իրենց ընտանեկան թերթի ինչ որ հոդվածներ բանակցային փաթեթի մաս են կազմել, եւ այնտեղ բացակայում է թե Մինսկի խմբի առաջարկի ինչ պատասխաններ են տվել եւ այս ամբողջ այս ամբարով վարքագծի մեջ օրինակ եթե ես էլ լինեի Հայաստանի Հանրապետության ղեկավար եւ ունենայի այդ ժառանգությունը ինչ որ ունեցել են առաջինը, երկրորդը, երրորդը իրենց ամբողջ այսպես պաշարով շատ եւ նաեւ մեր ազգային ժողովում մեր փորձառությունը եւ նրա ամբողջ հետագիծը ես էլ չէի գնա ում հետ զրուցես եւ ինչի մասին ում հետ զրուցես եւ ինչի մասին, որ ամեն վարքյան պատրաստ է հերձել սեփական ձեռագիրը, սեփական կենսագրությունը եւ ճանապարհը։ Բայց մենք հիշում ենք, որ այդ փուլում ինքը ասում էր, որ չի վստահում նախագահներին եւ փորձում էր մյուս երկրի ղեկավարից այդ բանակցային մանրամասները ճշտել, դուք գիշեք երևի այդ հայտնի հայտարարությունը։ Ես ասում եմ, սառնարանը բացեմ, հարթուկի միջից հանեմ, հələ չգիտեմ եւ այլն, բայց գիտեք, ամեն օր ես նաեւ լսում եմ եւ կարծում եմ մարդկանց կարծում եմ նաև այդ օրերի մարդիկ ովքեր իրենց առաջին գծի վրա տեղեկացված են եղել, շատերը առաջարկել են նրան, նույնիսկ Վարդան Օսկանյանը մի քանի անգամ այդ մասին հրապարակային ասել է, որ տեղեկացնենք, փոխանցենք ժառանգությունը տանք, հասկանաս ինչ։ Դե հենց դա է Տիկին Գարցյանին ասում է, որ ես չեմ վստահել, ինքը այսպես անդադ ներկայացնում է, որ կարծել է այնպես են ուզում անեն, որ այդ Արցախի հարցը ստացվի իր այսպես իր վրա մնա, ու դրա համար չի վստահել։ Դա խոսում է փոքրοκության մասին, այդ փոքրοκության այդ մասշտաբի մարդը որևէ երկրի ղեկավար լինելու իրավունք պիտի չունենա, կասկածամտության մասին, սեփական դիրքի, պաշտոնի այդ խորքայնությունը չընկալելու մասին, քաղաքական եւ դիվանագիտական մերկության մասին։ Չվստահելս որն է, շատ չվստահելը կենցաղային, այսպես ասած, արժեք է։ Երկրի առաջին դեմքը, որը բանակցային գործընթացի պատասխանատվությունն է կրում, ընդ որում շատ հաճախ մեղադրում են այս կամ այն Հայաստանի Հանրապետության ուրեմն տարբեր շրջանների ղեկավարներին Արցախի հարցում բանակցային գործընթացում Արցախի կողմի մեկուսացման առնչությամբ, բայց նաև ինքը գնաց չէ ճիշտ ուրեմն ԵՀԿ Մինսկի խմբի առաջարկության այդ ամբողջ կոնտեքստում ինքն է կորզել նաև մեկ անգամ եւս Արցախի անվտանգության խորհրդից մանդատը բանակցությունները շարունակելու եւ ի վերջո հրապարակային է սեփական զրոյական կետից։ Սա ոչ թե չվստահելու մասին է, մի կողմից քաղաքական ամբարտավանության մասին է խոսում, քաղաքական ամբարտավանության, մեծամտության եւ եթե ես հիշեցնեմ նաեւ այդ օրերին մի էյֆորիայի մեջ են, որ այս բրենդացված ճակերտավոր ժողովրդավարությունը այդ բաստիոնը Հայաստանի փորձում էին ապրանքային ասել եւ նույնիսկ իրենց թվում էր թե այդ ժողովրդավարության բաստիոնով նվաճելու են Բաքուն եւ իրենց թվում էր թե այլևս
իրենց այսպես կոչված ճակերտավոր ժողովրդավարության նավով եվրոպական օվկիանոսները պիտի հատեն։ Այս ամենը խոսում է քաղաքական, դիվանագիտական, ընդհանրապես կառավարչական ինտելեկտի զրոյականության մասին։ Իսկ այդ ասած նավը չհաջողվեց հատել։ Այսօր տեսնում ենք, որ առանց ինչ որ թաքցնելու արևմտյան կողմը, Եվրոպա, Եմեն եւ այլ կառույցներ իրենց անթակույց աջակցությունը հայտնում են իշխանություններին, անգամ վերջերս գիշենք աջակցություն տրամադրվեց ու հատուկ նշվում է, որ ընտրություններից առաջ ապատեղեկատվության դեմ պայքարի ընտրություններ արտաքին միջամտությունից պաշտպանելու։ Իդեպ այսպիսի այս հարցով երբ որ զրուցում է տարբեր փորձագետների հետ, այս կարծիքին են, որ սա այսպես անոնս է ընտրություններից առաջ կուսակցություններ փակելու կամ թույլ չտալու գրանցվելու համար։ Դուք գրեթե ձեր հարցին պատասխանեցիք, սա ոչ թե աջակցություն է Հայաստանին, այլ աջակցությունն է բուն Փաշինյանի եւ վարչախմբին։ Եվ սա բացարձակապես Հայաստանի շահերի հետ գործ չունի։ Խնդրին պիտի նայել աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումների համատեքստում, գլոբալ զարգացումների համատեքստում, թե ինչ է կատարվում աշխարհում, Եվրոպա, Ռուսաստան, տարածաշրջան, աշխարհի նոր քաղաքական քարտեզի, այսպես ասած, դեպքում ձևավորման այդ ճարտարապետության փուլով պիտի նայել եւ այսօր Հայաստանը դառնում է նոր գործիք, ճիշտ այնպես ինչպես Ուկրաինան դարձավ գործիք Ռուսաստանի դեմ բևեռների դեմ պայքարում եւ սա ոչ թե բխում է հայ ժողովրդի շահերից, այլ բխում է տարածաշրջանում արևմտյան ներկայությունը ամրացնելու եւ հայ ժողովրդի շահերի հաշվին իրականացնելու այս մեխանիզմներով պայմանավորված։ Եւ անթակույց այսօր ցավոք սրտի վաղուց եվրոպական կառույցները բացահայտել են իրենց կրկնակի ստանդարտների վարքագիծը եւ երբ որ շատ հրապարակայնորեն երեկել հայտարարվեց, որ մեր արտգործնախարարը եվրոպական կառույցների աջակցություն նախընտրել նաեւ առաջիկա արտաքին միջամտությունից պաշտպանելու համար։ Արտաքին միջամտությունից պաշտպանելու համար, այսինքն դու մեկ այլ արտաքին միջամտություն բացում ես քո տրոյական, այսպես դարպասները, մեկ այլ արտաքին միջամտություն չեզոքացնելու, այսպես ասած, հիպոթետիկ որևէ միջամտություն, իսկ այսպես այնքան բարձր քաղաքական գիտելիքների անհրաժեշտություն չկա հասկանալ, որ սա հակառուսական ծրագիր է եւ Հայաստանի ընդդիմությանը շարունակ պիտակավորվում է Հայաստանի ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը, ես չեմ ուզենա հիմա հասցեներ ասել կամ կոորդինատներ, այսինքն պրոռուսական լինելու մեջ եւ շատ թաքնված այդ ամբողջ ուրեմն պատյանի ներքո Արևմուտքը նաև հրապարակային հայտարարեց 15 միլիոնը նաև հիբրիդային պատերազմից, քարոզչական տեխնոլոգիաներից, պրոքսի ուժերից պաշտպանելու մեջ եւ այդ առումով Եվրոպան ուղղակի բացահայտորեն աչքերը կրկնակի ստանդարտներով Եվրոպան եվրոպական արժեքները ինչ ասպատակության են ենթարկվում, քաղաք բանտարկումներ, բռնաճնշումներ, իրենք տեսեք Բաքվում երբ որ COP29-ը տեղի ունեցավ, դրան նախորդել էր Ադրբեջանի ընտրությունները, չէ՞, Ալիևի ընտրությունները, ամենախայտառակ այսպես ավտորիտար ռեժիմներից մեկն է Ադրբեջանը, բայց Եվրոպան աչքերը ոչ միայն փակում է դրա առջև, այլև ոչ միայն բազմա միլիոնանոց էներգետիկ պայմանագրեր ակնքում Բաքվի հետ, որովհետև այսօր շատ վաղուց Եվրոպան ոչ թե եվրոպական մեծ մատուցված եվրոպական ժողովրդավարության արժեքներով առաջնորդում, այլ սեփական շահով։ Եվ Հայաստանը դիտարկվում է որպես գործիք ռուսական գործոնը չեզոքացնելու։ Թե այդտեղ ինչ ասպատակության կենթարկվեն մարդու իրավունքները, քանի կուսակցություն կփակվի, բանտերը կլծվեն։ Բայց այս պահին նման նախադրյալ տեսնում եք ինչ որ կուսակցություններ փակելու։ Դե այդ մասին մի անոնսեց նաև ուրեմն վարչախմբի ղեկավարը անոնսեց նաև ազգային ժողովում, նաև լրագրողների հետ ֆինանսական թափանցիկության, ոչ միայն ֆինանսական թափանցիկության, այլ ասելով, որ որոշ քաղաքական ուժեր կան, այսպես ասած նախկին քաղաքական ուժեր, որոնք կաշկանդում են կամ խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը եւ մոտարպես ուղիղ խոսքը ձեզ դաշնակցությանը նկատի ուներ։ Ես դժվարանում եմ, չգիտեմ ում նկատի ուներ, եկեք ավելի կոնկրետ չասեմ, բնականաբար հասկանալի, բնականաբար դժվար չի դա հասկանալ, թե ում նկատի ուներ, բայց այդ անոնսը արդեն ազգային ժողովում եղել է։ Եվ երբ որ գիտեք, ես շատ եմ ցավում, որտեղ ես ինքս եվրոպական եւ կամ արևմտյան արժեքներին հավատացող մեկն եմ եղել, ինչպես ժողովրդավար, եւ իմ կրթությամբ, եւ իմ աշխարհայացքով, եւ իմ քաղաքակրթական այսպես օրիենտացիայից ինքս ինձ միշտ համարել եմ արևմտյան արժեքների
ջատագովը եւ այդտեղ եմ ինձ հարմարավետ զգացել, բայց եթե արմատյան արժեքները այն կրկնակի ստանդարտներ են եւ կարող է խուլ լինել, ընդ որում այս եվրոպական կառույցները, երբ որ 44 օրյա պատերազմում ընդհանուր քիմիական զենք էր օգտագործվում եւ ագրեսիան Ադրբեջանի կողմից ագրեսիան, որը Հելսինկիի վերջնակ եզրափակիչ ակտի ներդեմ եւ ընդհանրապես մամակի կանոնադրության եւ 44 օր խուլ եւ կույր ձևած, էսա եվրոպական արժեքները։ Եվրամիության գրասենյակը այստեղից ոչ հեռու Հայաստանում 40-ից ավելի քաղաքապետարյաններ կան, որոնք համապատասխանում են 2019 թվականի քաղաքապետարյանների չափանիշներին։ Բայց արդարադատության նախարարը ասում է Տիկին Գասյան չկան Հայաստանում քաղաքապետարյաններ յուրաքանչյուրը ըստ իր մեղքի բաժնի պատասխանատվության։ Արդարադատության նախարարը ինձ համար հիմք չէ։ Նա ընդհանրապես ծառայում է համակարգին եւ ոչ թե արդարադատությանը, ինչպես եւ Հայաստանում ամեն ինչ։ Այսօր մենք ունենք մեկ անձի ձեռքում կենտրոնացած իշխանություն, բռնատիրություն եւ եթե վաղը այս եվրոպական կառույցներ, չգիտեմ, մոնիտորինգային խմբեր եւ այլն, նրանք մի ծպտուն չհանեցին Ադրբեջանի ընտրություններին, երբ որ ՀՀԿ-ն էլ դիտորդական առաքելություններ եւ այլն։ Ընդհանրապես խոսքը այն մասին է, որ կան քաղաքական շահեր եւ արմատյան արժեքները ծառայեցվում են քաղաքական շահերին։ Այսօր արևմուտքի քաղաքական շահը ուկրաինական ճակատը, գիտեք, ՆԱՏՕ-ի ընդլայնումը հանգեցրեց ցավալի պատերազմին, որ դեռ շարունակվում է։ Երեք Զելենսկին հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իրենց այսպես ցանկությունը չեզոքացնում են։ Դուք պատկերացնում եք պատերազմ, զոհեր, կորուստներ, ՆԱՏՕ-ի ընդլայնման ծիրույն, այդ ողբերգությունը, նույն դերագիրը որևէ այս առանց աչք թարթելու կարող են անել մեր տարածաշրջանում, իսկ որ մեր տարածաշրջանում արևմուտքը ներկայացված է Թուրքիայով, վաղուց Տոյվոկլերը հայտարարեց դեռ 4-5 տարի առաջ Եվրոպայի ընդլայնման օրակարգում ինչ արժեքներ են եւ այս ժողովրդավարության հրաշալի ֆասադով Հայաստանի ձեռամ աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծվում եւ ցավոք սրտի նաեւ մեր երկրի կենսունակության, մեր ազգային շահերի եւ ցեղասպանության ճանապարհով, ցեղասպանություն, որը Արցախի հայրենիքն է։ Տիկին Գասյան, լավ որ այսքան ասում են, հա, Նիկոլ Փաշինյանը գործիք է արևմտյան, հա, ուժերի կողմից, այդ հիմնական բանը դա է, հա, ընդդիմադիրների։ Բա ոնց է ստացվում, որ այս ընթացքում այդպես ձեռքը բռնող, այսպես ասած, չի լինում, թե հանրության, այսպես արձագանքի առումով, թե ընդդիմադիրների հակազդեցության առումով։ Ես նայեք, ձեռքը բռնելու էլի շատ լավ հարց էր, ինձ սիրեց այդ հարցը, ձեռքը բռնողը մենք պիտի լինենք։ Այո, ընդդիմությունը եւ հայ ժողովուրդը ոչ միայն ընդդիմությունը, եկեք միայն ընդդիմությանը չվերագրենք, այո, քաղաքական ղեկավարությունը պիտի քաղաքական ուժերը իրականացնեն, բայց նաեւ ձեռք բռնող կա այնուամենայնիվ մեզանից։ Եվ եթե մենք նայում ենք վերջին սոցհարցումներին, մենք տեսնում ենք, որ գահավիժող վարկանիշը, բայց ամեն դեպքում մյուս ուժերի համեմատ ամենաբարձրը իրենց։ Ամեն դեպքում, բայց եկեք հիշենք, ամեն դեպքում, բայց եկեք հիշենք, ինչու է նաև ընդդիմության տարբեր սեգմենտների վարկանիշը ցածր, որովհետև մեր խոստումները, որովհետև այս չարիքից ազատվելու մեր խոստումներում առայժմ մենք չենք հաջողել, բայց մենք հաջողել ենք, առայժմ չենք հաջողել, բայց ես ասեմ, որ այստեղ երկու կարևոր խնդիր պիտի լուծենք։ Առաջինը այն գիտակցումը, որ մեր խնդիրները, մեր ձեռքը, չարիքի ձեռքը բռնելը մենք պիտի անենք, որևէ երկիր եվրոպական, չգիտեմ, եվրոպական կառույցները կլինեն, արևմտյան ուժերը կլինեն, չգիտեմ, արևելյան ուժերը կլինեն, նոր աշխարհաքաղաքական նոր հետաքրքրությունները թող լինեն Չինաստանն ու Ռուսաստանը, ով ուզում է լինի, որևէ մեկը քեզ համար չի կառուցի ավելի լավ տուն, ավելի լավ պետություն, ավելի լավ արժեհամակարգ, քան դու քո ձեռքով։ Դա այդ գիտակցումը պիտի ուղղակի սեպենք մեր ուղեղներում, որ ձեռք բռնողը, չարիքը կասեցնողը մենք պիտի լինենք հավաքականներ, բայց նաև գիտակցելով այս չարիքի ոչ միայն հետագիծը, այլև ապագան, թե մենք ինչ հանգրվանների կարող ենք հասնել, երբ որ շարունակվի այս իշխանությունը եւ այնուամենայնիվ 18%-անոց մոտարպես 18%-ի իջած վարկանիշը նաև խոսում է նրա մասին, որ ընդդիմության բոլոր սեգմենտների գործունեությունը գոնե հանգեցրել է նրան, որ գրեթե 90%-անոց լեգիտիմությամբ կամ վարկանիշով իշխանության եկած քաղաքական ուժը այսօր մաշվել է, ժողովուրդը ապրում է խելագարության եզրին։ Բայց գիտեք ինչ են, այսպեսի նաև տեսակետ կա ամեն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ընդդիմությունը այնպես արեց, որ վարկանիշը նվազի, այլ հենց Նիկոլ Փաշինյանն իր այսպես քայլերով կամաց հանգեցրեց այդ մաշմանը։
Ես դրա հետ չեմ համաձայնի, այո, սխալ, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանգեցրեց, որովհետև այն աղետալի հետագիծը որ թողեց, իր մեղավորն էլ պատասխանատուն էլ ինքն է բնականաբար որ ինքը գեներացրեց այդ սխալների, ոչ թե սխալների, ճակատագրական ողբերգությունների ամբողջ ձնագունդը ինքն է գեներացրել, բայց նաև եկեք չթերագնահատեք ընդդիմության դերակատարությունը, մեր դիմադրության տարբեր շարժումները եւ այլն խորհրդարանական ամբիոնը, այդ բոլոր այդ ողբերգությունները մաշկազերծելու, հերձելու, հանրությանը ներկայացնելու, ինչը նույնիսկ հիմա մենք անում ենք այս պահին։ Այսինքն ընդդիմությունը օգտվել է իր հնարավոր գործիքակազմից, խորհրդարանական ամբիոնը լինի, փողոցային պայքարի միջոցները եւ այսօր դուք տեսնում եք, որ երկիրը գնալով խորացող բռնատիրության է վերածվում, ռեպրեսիաների, ոստիկանադատական իշխանության այդ ամբողջ ուժային համակարգը ընդդեմ ժողովրդի օգտագործող գվարդիան Հայաստանում, երբ որ այսօր նույնիսկ սոցիալական ցանցերի մեկ նախադասությունն է մոնիտորինգի տակ, բայց մենք հասկանանք թե անդադ աչքից եվրոն է գալիս, եվրոմեդիա, եվրոպական արժեքներ եւ կուրությունը։ Եթե սա Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում երկրում բռնատիրության, այսպես ռեպրեսիաների, հալածանքների այս մթնոլորտը լիներ, Եվրամիության գրասենյակն ու ՄԱԿ-ի գրասենյակը կպայթեցնեին այդ պետական ինստիտուտները, քարլռություն, որովհետև ունեն այստեղ հանձնակատար։ Եվ այս հանձնակատարը մենակ եվրոպական հանձնակատարը չի, թուրք-ադրբեջանական նաև հանձնառություններ, որտեղ դժվար չի ուղղակի սղագրությամբ տեսնել թե այս քայլ ինչ օրակարգով է գնում։ Եվ վերջին հայտարարությունը, ինչի մասին մենք սկսեցինք մեր զրույցը, Մյունխենի հայտարարությունը, որ եկեք Արևմտյան Ադրբեջանն ու, չգիտեմ, փոխանակումը այսպես հավասարացնենք, ամենաթշնամական, ամենաքաղաքական տգետ հայտարարության մեջ դժվար է երևակայել, որ այդ բուտաֆորիկ մի բան բերել եւ նժարել 300 կամ 500 ադրբեջանցիներն ու արևմտյան Ադրբեջանն ու հայ ժողովրդի վերադարձի իրավունքը։ Դու ով ես որ որոշեց Արցախի վերադարձի իրավունքը փակված է, ոչ ոք քեզ այդպեսի մանդատ չի տվել։ Տիկին Գասցյանը նաև ուզում է հետաքրքրվել, քանի որ երկրորդ նախագահը հայտարարեց, որ ինքը մասնակցելու ընտրություններին եւ քանի որ խորհրդարանում ամեն դեպքում համատեղ եք հանդես գալիս, որն է նրա թիմը արդյոք դաշնակցությունը 26-ի այդ մասնակցության մասով որոշում ունի ու լինելու է երկրորդ նախագահի թիմում, ինչ քննարկում կա։ Շատ կարճ ասեմ, մենք Հայաստան դաշինքի կազմում հայ-հեղափոխական դաշնակցությունը նկատում ենք եւ դա ակնհայտ է, մենք հրաշալի աշխատում ենք, որովհետեւ խնդիրներ այնտեղ չունենք, բայց միևնույն ժամանակ նաև չունենք առաջիկա ընտրությունների մասնակցության ձևաչափի առնչության վերջնական որոշում։ Շուտով հունվարի 11-ին Դաշնակցության գերագույն ժողովը տեղի կունենա Հայաստանի կառույցի եւ օրակարգում ունենք մեկ հարց ընտրությունների մասնակցության ձևաչափ ասելով ես նկատի ունեմ որպես ինքնուրույն քաղաքական ուժ թե մեկ անգամից հաստատեմ որ Դաշնակցության ինքնուրույնությունը բացարձակապես չի վնասվել Հայաստան դաշինքի ուրեմն դաշինքի կազմում իր գործունեությունը մենք գոհ ենք այդ ձևաչափից բայց վերջնական որոշում ինչպես կմասնակցենք 11-ի գերագույն ժողովը մեր ներքին ժողովրդավարությամբ կսահմանվի։ Շնորհակալ եմ ձեզ Տիկին Գալստյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար։